Այսօր հուլիսի 16-ն է, օրը 3 շաբթի, 2024 թվական։ Ուզում եմ մի բան ձայնագրել, այն ինչը որ ինձ բացել է Սուրբ Հոգին, երբ որ այդ ուրեմն հարց իմ համար տարիներ շարունակ հարցական էր, եւ ես չէի հասկանում այդ ինչա նշանակում, ինչի, եւ ինչքան փորձում էի հասկանալ, մեկը բան չէի հասկանում, բայց այսօր ուրեմն ուզեցի ձայնագրել, որտեվ պիտի ուղարկեմ մեկին, կարդալու եմ Մարկոս ավետարան 11-րդ գլուխ 12 խոսքից, ուրեմն Մարկոս ավետարան 11 գլուխ 12 խոսքից։ Եվ հետևյալ օրը, երբ որ Բեթանիայից դուրս էին գալիս, նա սովեց, ուրեմն Հիսուսը սովեց, եւ հեռվից մի թզի ծառ տեսնելով, որ տերևներ ուներ, գնաց, թե արդյոք նրա վրա մի բան կգտնե, եւ որ եկավ, մի բան չգտավ, բայց միայն տերևներ, որովհետև թզի ժամանակ չէր։ Եվ Հիսուսը պատասխանեց եւ ասեց. այլևս ոչ ոք քեզանից հավիտյան պտուղ չուտե։ Եվ նրա աշակերտները լսում էին։ Ուրեմն հարգելիներս, այս ինչ որ կարդացինք, սա տարիներ շարունակ իմ համար եղել է հարցական եւ ոնց կարելի է անիծել ծառին, երբ որ պարզ գրած է թզի ժամանակ չէր, այսինքն այդ ժամանակահատվածում հնարավոր չէր թուզ գտնել իրա վրա, դեռ թուզ դուրս չէր եկել, սա շատերին եմ հարցրել, պատկերացրեք ոչ ոք չի կարողացել ճիշտ պատասխան տալ, տարբեր բաներ ինչ որը որ չի բռնում, բայց պարզ նայում ենք, որ թզի ժամանակ չէր, եւ ես ասում էի Տեր, ինչի անիծել թզենու, երբ որ դեռ թզի ժամանակ չի, ոնց ասած է խեղճ ծառն ինչ անի, չէ, բայց հարգելիներս, երբ որ Սուրբ Հոգին է բացում, հոգևոր, սրա հոգևոր, ուրեմն տեսանկյունից բաց անում, այնքան հասկանալի ու պարզ է, որը որ ես հիմա կբացատրեմ սիրով։ Ուրեմն, երբ որ հետ ենք գնում, երկրորդ օրինաց, ելից գրքերը, Ղևտացիների մեջ, մի րոպե բացեմ, մենք ինչ էինք նայում, մի րոպե այդ համարը բացեմ, Աստված Իսրայելի ժողովրդին ինչ էր ասում, քանի որ դուք ստրուկ եք, չէ, Եգիպտոսի երկրում, երբ որ ես ձեզ կհանեմ եւ կտանեմ այն կաթ եւ մեղր բխող երկիրը, որ օրհնված երկիրը, Տերը շատ զանազան պատվերներ եւ կանոններ էր տալիս ժողովրդին, քանի որ ժողովուրդը գիտություն չուներ եւ շատ անգամ իր աչքը եւ ձախը չէր զանազանում, եւ Տերը ինչ մի պատվեր ուներ, երբ որ կմտնես այդ գեղեցիկ արտեր, այդ ուրեմն ծառերը ինչ որ կա, այդ գեղեցիկ այգիները, ինչ պատվերներ էր տալիս, ուրեմն նախ դու չպիտի ճռաքաղ անես, քո պարտեզները, քո այգիները, քո ծառերը, ինչի համար, որպեսի դա թողես քո ուրեմն երկրում բնակվող վարձկանի համար, պանդխտացող օտարականի համար, աղքատի համար, չէ, ասма չհոտած այգու խաղողները չժողվես, ուրեմն կան պատվերներ,
երբ որ Տերը ուրեմն պատվիրում էր, ինքը լավ գիտեր ինչ էր ասում, քանի որ դու եղել ես ուրեմն ստրուկ եւ դու լավ պիտի հասկանաս եւ քո երկրի մեջ գտնվող օտարականին եւ աղքատին եւ պանդուխտին եւ եթե դու մի մարդ ես ով ունի Աստծուց վախ, ուրեմն բերքը ժողովելուց, քո ծառերի վրայից եւ այլն ինչ որ հավաքում ես, դու իրավունք չունես ամբողջությամբ ուրեմն ժողովես մի փոքրիկ մի որոշ մաս, ուրեմն թողում ես ծառի վրա, որպեսի քո ուրեմն երկրում գտնվող աղքատը, պանդուխտը, օտարականը, վարձկանը, երբ որ գա պարագա, որ նա չունի ոչ մի հնարավորություն, ոչ մի բան, գա եւ այդ ծառերի վրա ուրեմն պտուղ գտնի եւ ուտի։ Եվ հիմա ինչ ենք հասկանում մենք այստեղից Սուրբ Հոգին այնքան նրբությամբ է բացատրում եւ սրա հոգևոր կողմն ենք հիմա նայելու։ Եվ երբ որ այդ ասենք թուզի ծառեր չէ ինքը, երբ որ այդ պտուղները ուրեմն չեն հավաքում, պտուղը ինչ է լինում, մնում է ինքը ծառի վրա եւ ինքը չորանում է, եթե իրան չեն քաղում, չեն պոկում եւ ինքը ինչ է դառնում, չիր, չէ՞։ Այդ արևի տակ ինքը դառնում է բնական չիր ուրեմն։ Եվ այսպես էր Աստված օրենք տվել, որ անգամ եթե ամիսներ հետո, անգամ թզի ժամանակը չի թուզ չի տալիս ծառը, բայց ինքը որպես ծառ, որ այդ պտուղը թողվել է իրա վրա ուրեմն մնում է կերակուր, թեկուզ չրի տեսքով, որպեսի ուրեմն երկրի աղքատները, պանդուխտները, օտարականները գան եւ ծառի վրա ուրեմն մի ուտելու բան գտնեն թեկուզ չորացած տեսքով։ Հիմա ինչ ենք կարդում նորից, հետ ենք գնում Մարկոս ավետարան։ Եվ հետևյալ օրը, երբ որ Բեթանիայից դուրս էր գալիս, Հիսուսի մասին է խոսքը, նա սովեց։ Եվ հեռվանց մի թզի ծառ տեսավ, որ տերևներ ուներ, ինքը այսպես փարթամ, գեղեցիկ թզի ծառ էր։ Եվ հիմա Տերը ինչ էր ինձ բացարել, ես բացատրեմ սրա հոգևոր ուրեմն տեսանկյունը։ Երբ որ դու հավատացյալ ես եւ հեռվից այսպես նայում են քեզ, դու տերևալից փարթամ այդպես գեղեցիկ տերևներով եւ սոված մարդը, որ ինքը կարիք ունի, դա կլինի օտարական, դա կլինի պանդուխտ, դա կլինի աղքատ, որտեվ սրանք բոլորը հոգևոր խորհուրդներ են, հոգևոր աղքատ մարդ, որ Աստծո կարիք ունի, չէ որ գրված է, որ Հիսուսը սոված էր եւ մոտեցավ ծառին։ Մենք որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, իրապես եթե Հիսուսին ենք ուրեմն արտացոլում մեր մեջ, մեր վրա պիտի պտուղ լինի, քաղցր պտուղ յուրաքանչյուր մարդու համար, կլինի դա օտարված, պանդուխտ, աղքատ, ինչ որ մեկը, անտեսված ինչ որ մեկը։ Հասկանում ենք սրա հոգևոր ուրեմն տեսանկյունը։ Մարդը սոված է, դու ամեն իրավիճակներում, թեպետ եւ թզի ժամանակը չէր, բայց քո վրա պիտի պտուղ գտնի այն մարդը, ով փափագում է Աստծուն, կլինի դա օտար, ոնց էր Սամարացու առակի մեջ այդ մարդուն ծեծել էին, չէ, գցել են տենց արյունոտ այդ ճանապարհի մեջտեղին, մարդը կարիք ուներ, բայց ոչ մեկ նրան ձեռք չմեկնեց։ Հիմա քո կարիքը ունեն, հոգևոր ուտելիքի կարիք ունեն, բայց գալիս են քո մոտ եւ քո ծառի վրա
պտուղ չի գտնվում ոչ օտարականի, ոչ պանդուխտի, ոչ վարձկանի համար, որտեվ դու նրանց արհամարում ես եւ ասում ես սա ով է, որ ես սրան պտուղ տամ, որ սրան քաղցրություն տամ, սրան սեր տամ, ով է սա, հա? Մեղավոր մարդը չէ, օտարական է, ով է, սամարացուն էլ չէ, իրանք օտար էին համարում, իրանք չէին էլ շփվում, չէին հաղորդակցում սամարացիների հետ, անգամ պիղծ էին համարում իրանց, եւ Տերը ինձ բացեց, եթե դու ուրեմն հպարտացած եւ վերևից ես նայում օտարականին, սա մեղքի մեջ ընկած մարդու խորհուրդն է, պանդուխտին, աղքատին, որոնք այդքան էլ Աստծուց բան չեն հասկանում, աղքատ հասարակ մեղքի մեջ ընկած մարդիկ, վարձկան եւ այլն եւ գալիս են, սոված են, չէ, Հիսուսն ասում է սովեց եւ գալիս է պարագա, որ դու պիտի նրանց տաս կերակուր, քաղցրություն, թեկուզ չրի տեսքով, թեպետ թզի ժամանակը չէր, բայց քո վրա պիտի գտնվի, որտեվ Տերը դեռ շատ հին ժամանակներից պատվեր էր տվել ուրեմն քո ծառերը, քո այգիները ճռաքաղցանես, միշտ թող բերք լինի աղքատի համար, օտարականի, սովածի, որփի, անտերի եւ Հիսուսը հիմա տեսեք զարմանալու եք ինչ եմ կարդալու, երբ որ Հիսուսը անիծեց, ուրեմն հետևյալ օրը աշակերտները ուրեմն գալիս են, ուզում եմ կարդալ այդ պահը, ուրեմն կարդում եմ 19-20 խոսքից ավելի ճիշտ, եւ առավոտյան ուրեմն անցնելիս, արդեն հետևյալ օրը առավոտյան անցնելիս տեսան այն թզի ծառը ալմատից չորացած, ուրեմն աշակերտները տեսան եւ ինչ հիշեցին, որ Հիսուսը անիծեց եւ Պետրոսը հիշելով ասեց նրան. Ռաբի, տես այն թզենին, որ անիծեցիր չորացավ, ու տեսեք Հիսուսը ինչ է ասում, այստեղից արդեն հասկանում ենք պատասխանը տալիս է Տերը, ճշմարիտ եմ ասում, որ Աստծո հավատք ունենաք եւ չերկմտեք, եթե այս սարին ասեք գնա ծովանկիր, ուրեմն կլինի, չէ, եւ ամեն ինչ որ աղոտ քանելով խնդրեք, հավատացեք թե կառնեք եւ կլինի ձեզ, եւ ինչ է ասում այստեղ տալիս է հարցի ուրեմն պատասխանը, եւ որ ժամանակ որ կանգնեք աղոտ քանելու, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, որպեսզի ձեր հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքը թողե ձեզ, բայց եթե դուք չներեք, ձեր հայրն էլ չի ների ձեր հանցանքները, Տերը տալիս է անպտուղ ուրեմն թզենու պատասխանը, ինչի ասում անպտուղ ոչ թե պտուղ չէր տալի, որ այսօր շատերը այդպես են մեկնաբանում, որտև մարդկայնորեն են փորձում մեկնաբանել, ոչ, անպտուղ չէր, բայց անպտուղ էր աղքատի, օտարականի, որփի համար, պանդուխտի եւ վարձկանի համար էր անպտուղ, այսինքն այդ ծառի վրա պտուղ չգտնվեց նման մարդկանց համար, հասկանում ենք այստեղ, այսինքն Հիսուսը ասում է, հա դու տերևալից թզենի ես, հեռվից այսպես փարթամ, բայց երբ որ այն մարդը, որ սոված է, որ ունի կարիքը Քրիստոսի, մոտենում է քեզ, եւ ուրեմն քեզանից չի ստանում այն հոգու պտուղեն քաղցրությունը, որ դու պիտի տաս պարտավոր ես, դա Տերն է պատվիրել, աքսորվածին, տկարին, աղքատին, սա լրիվ հոգևոր է, մեղավորին, չէ, սամարացին ինչ էր, մեղավոր մարդ, դրա համար ոչ մեկ անցնելով իր կողքով ուրեմն ձեռք չէր մեկնում, բայց Տերը ինչ ասում, դուք էլ եք, չէ, պանդուխտ եղել,
ձեր երկրի մեջ եղած պանդուխտին սիրեք։ Հիմա հոգևոր առումով մենք էլ ենք պանդուխտ եղել, մենք էլ ենք գերի եղել սատանային, եւ եթե Տերը ուրեմն մեզ գթացել է, ողորմություն է արել, մեր մեջ էլ պիտի գտնվի գութ եւ ողորմություն մեղավոր մարդու հանդեպ, ալելույա։ Եթե մենք նայենք, որ այդ պտուղները մենք պարտավոր ենք պահել նման իրավիճակներում հայտնված մարդկանց, ովքեր հոգևոր սովի մեջ են, աղքատության մեջ են, օտարացված են, պանդուխտ են, Աստծո երեսից ընկած են, մեղավոր են, եւ այդ ուրեմն պահին մոտենում են մեզանից քաղցրություն, սեր եւ պտուղ ուրեմն ճաշակելու համար եւ չեն գտնում, Տերը ասում է անիծվես, հավիտյան քեզանից պտուղ չլինի։ Եվ ըստ ինչ ասում Տերը, ինչի հենց հաջորդ խոսքը ինչ ասեց, որովհետև եթե դուք ձեր բոլոր սրտից ուրեմն ներեք, Աստված էլ ձեզ կների, բայց եթե դուք չներեք եւ մեկի դեմ բան ունենաք, այսինքն դու տվյալ մարդու դեմ բան ունեիր, որ չկարողացար նրան այդ պտուղը մատուցել, ինքը մոտեցավ քեզ, բայց չգտավ այդ պտուղը քո վրա, դու անպտուղ թզենի ես, ոչ թե դու պտուղ չես տալի, այլ հարկավոր պարագային, երբ որ պետք էր, որ քո վրայից պտուղ ուրեմն վերցնեին եւ կշտանային եւ Աստծուն փառք տային այդ հոգեվոր սոված մարդիկ, դու իրանց համար դարձար անպտուղ։ Սրա համար ասում եմ ձեզ, ուզում եմ կարդամ ամեն ժամանակ, որ կանգնեք աղոթքի, ներեցեք, եթե մեկի դեմ բան ունեք, չեք մտածել ինչի անմիջապես այդ թզենու ուրեմն դեպքից հետո Տերը սա ասեց, անմիջապես որ կանգնում ես աղոթքի, գալիս ես Աստծո առաջ, ուրեմն ներիր, եթե մեկի դեմ բան ունես, որ կարողանաս դու իրանց կերակրել, դու չնայես, որ էսի ով է, էս օտարական է, պանդուխտ է, աղքատը, չգիտեմ, էս մեղավոր է, էս Աստծո երեսից ընկածը, էս վարձկանը, չգիտեմ, դու կարողանաս կերակրել, թող Տերը փառավորվի։ Նորից եմ ասում, կարդացի Մարկոս ավետարան 11-րդ գլուխ, կարող եք դուք էլ այն որ ասում է հատիկ առ հատիկ մեջ դու ստրոկ կարդալ եւ հասկանալ, որ իրոք ճիշտ էր բացվել ինձ եւ ոչ թե ուրիշ պատասխաններ, իրոք թզի ժամանակը չէր նշված է, բայց այստեղ Տերը ուրեմն լրիվ ուրիշ բան բացարեց, փառք Տիրոջը, թող փառավորվի Տերը ամեն բանի մեջ, ամեն։